Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Գարինի ռազմաբարը հայ ճամփա ճամփարի մեջ, հանդիսավոր պարգևատրում ճամփարի մասնակիցներուն, հայրուցի ասպանության ժողովրդական աղետին իրական մասշտաբը, Ծիրանի հայրենիքին հայկական հետքը, Հրանտ ինքի թեմ մահափորձի նախազգուշացումները, հայ ջումայի բնակչությունը ըստ օսմանյան աղբյուրներուն, Իրանի պաշտոնյան գծպարնա ուղղել Թրամփի Հորմուզի նեղուցին վերաբերող հայտարարությունը, Արցախի մեդիայի ցայները, վավերագրական շաբաթ են։ Հայ ճամփա ռազմահայրենասիրական ճամփարին մեջ տեղի ունեցած է Գարինի ռազմաբարի դասընթաց։ Ճամփարականները սորված են հայկական ավանդական բարային շարժումներ, միաժամանակ զարգացնելով իրենց ճկունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Դասընթացի ընթացքին մասնակիցները սորված են Գարինի կոչարին, ծանոթանալով հայկական ազգային բարի ավանդություններուն եւ զայն փոխանցելով նոր սերունդին։ Ռազմաբարը ճամփարի առօրյային մեջ ոչ միայն մարզական, այլև մշակութային ու հայրենասիրական կարևոր բաղադրիչն է։ Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցած է բարգեւադրման հանդիսավոր արարողություն, որոնց ներկա եղած են բազմաթիվ հյուրեր։ Արարողության ընթացքին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան, Վան գործողության ղեկավար Վասկեն Սիսիլյանին փոխանցած է հայ ճամփա ճամփարի մասնակիցներուն բարգեւադրության համար նախադեсված պատվոգրերը։ Բարգեւադրվածներուն մեջ եղած են նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ներկայացուցիչ Նարինե Հովանեսյան եւ ոստիկանության գնդապետ Վլադիմիր Հովանեսյան։ Հայրուցի ասմանության հետևանքներուն վերաբերող բահբանված օսմանյան փաստաթուղթերը կվկայեն, որ պաշտոնական վիճակագրությունը ամբողջական չէր եւ չէր արտացոլեր հայ բնակչության իրական գորուստները։ Ներքին արձանագրություններուն մեջ նշված է, որ հայրուն իրական թիվը պաշտոնական հաշվարկներեն բարձր էր։ Միաժամանակ տեղահանվածներուն եւ տեղահանութենեն յետք մնացածներուն թիվերը առանցին հաշվարկված էին, ինչ որ գրնար նվազեցնել ցեղասպանության ժողովրդական հետևանքներուն իրական պատկերը։ Հայրուցի ասմանությունը միայն զանգվածային սպանություններու մասին չէր։ Անիգա ներառած է զանգվածային տեղահանում, ունեզրկում, հայկական համայնքներու ոչնչացում եւ հայրու իրենց պատմական բնակավայրերեն հեռացում։ Նույն ժամանակաշրջանին բռնություններու, դեղահանություններու եւ կոտորածներու զոհ դարձած են նաեւ Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա համայնքներ։ Փաստաթուղթերուն ամբողջական ուսումնասիրությունը կհաստատե, որ 1915-ին 1918-ի աղետին իրական մասշտաբը կարելի չէ գնահատել միայն պաշտոնական թիվերով։ Անհրաժեշտ է համադրել ժողովրդական տվյալները, դեղահանություններու փաստաթուղթերը եւ վերաբերողներու վկայությունները։ Աշխարհին հայտնի ամենակաղցր Ծիրանի հայրենիքը Մալաթիան իր հողին վրա կպահպանե հայկական հարուստ պատմության եւ մշակույթի հետքերը։ Մալաթիո Ծիրանի այգիներուն գողքին վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին լուր վկայություն մնե այնտեղ ապրած ու ստեղծագործած հայրուն մասին։ Եբրատն ու անոր վտակները իրենց ճուրերով սնուցանելով Փերի հովիտները նպաստած են նաեւ Մալաթիո այգեգործության զարգացման։ Մալաթիան միայն քաղաք մը չէ, այլ հայկական արմատներու հարուստ մշակույթի եւ պատմական հիշողության քաղաք։ Ծիրանի գողքին այնտեղ կշարունակի ապրիլ հայ ժողովրդին ցկած ժառանգությունը։ Հրանտ ինքի սպանութենեն ամիսներ առաջ թուրքական իրավաբահ մարմինները դեղեցություն ստացած էին անոր դեմ նախապատրաստվող հարձակման մասին։ 2006-ի փետրվարին Էրհան Տունչելը ոստիկանության հայտնած էր, որ Յասին Հայալ գծրակրեր Գոստանտո Բոլսո մեջ ամեն քնով սպանել դինքը։ Փետրվար 17-ին Դրաբիզոնի ոստիկանության հետախուզության բաժինը պաշտոնական քրությամբ դեղեցությունը փոխանցած էր Գոստանտո Բոլսո ոստիկանության, նշելով դինքի կյանքին սպառնացող վտանգը։ Սակայն անհրաժեշտ քայլեր չէին ցերնարգված, իսկ Գոստանտո Բոլսո ոստիկանությունը քրության չէր պատասխանած։ Այդ շրջանին դինք նաև հասարակական ու լրատվական ուժեղ ճնշման դագեր։ Անոր թեմ կտարածվեին թշնամական ու սպառնալիք բարոնագող նյութեր, մինչ իրավաբահները դեղեկացված էին հնարավոր հարձակման մասին։ 2006-ի փետրվար 17-ին ան մասնակցած էր համալսարանի մտքի ազատության նվիրված քննարկմանը, ուր ներկա էին նաև իր նկատմամբ նախկինին գոշ դիրքորոշում հայտնած անձեր։ Փաստաթուղթերը կվկայեն, որ դինքի թեմ սպառնալիքներուն մասին դեղեցությունները հասանելի էին իրավաբահներուն, սակայն անոր պաշտպանության համար բավարար միջոցներ չէին ցերնարգված։ 2007-ի հունվար 19-ին Հրանտ ինք սպանվեցավ Գոստանտո Բոլսո մեջ Ագոստ 3-ի խմբակրության առջև։ Պատմական աղբյուրները դեղեցություններ պահպանած են Արևմտյան Հայաստանի դարածքին գտնվող Ճայճումայի բնակչության մասին։ 1916 թվականի Պոլուի նահանգային դարեկրության համաձայն Ճայճումայի շրջանին մեջ կբնակեր ընդհանուր 12000 մարդ։ Աղբյուրը կնշե, որ բնակավայրը ուներ 2 մզկիթ, մեդրեսե, 3 տարական դպրոց, եկեղեցի, հունական տարական դպրոց, ինչպես նաև իջևանադուն եւ բանիկ։ Այս տվյալները կվկայեն, որ Ճայճուման բազմազգ եւ բազմագրոն բնակչություն ունեցած է հայերով եւ հույներով հանդերձ։ Կարևոր են Արևմտյան Հայաստանի բնակավայրերու պատմական ժողովրդակրությունը ուսումնասիրելու համար։
Իրանի արտաքին գործոս նախարարի դեղակալ Քազեմ Ղարիբաթի քննադատած է ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, թե Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի նոր տարածքն է, զայն անվանելով զառանցանք եւ նախազգուշացնելով, որ Տեհրան զայն պիտի ուղղի։ Ան արձագանքած է Թրամփի հրաբարակած պատկերին, ուր Հորմուզի նեղուցին վերև քրված էր ԱՄՆ-ի նոր տարածք։ Արցախի մեդիայի ցայները վավերագրական ժապավենը կներկայացնի Արցախի դեղեկատվական դաշտի 3 կարևոր հենասյուներուն պատմությունն ու գործունեությունը հագամարտության պայմաններուն մեջ։ Ժապավենը պատրաստված է բարեգործական հիմնադրամներու աջակցությամբ, մեդիա նախաձեռնություններու կենտրոնին իրականացուցած որակյալ լրագրությունը հագամարտություններու վերափոխման երաշխիք ծրագրի շրջանակին մեջ։ Ժապավենին շնորհանդեսը կկազմակերպի Դիալոգ հասարակական կազմակերպությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։